Եվ ես պատմությունը ես հիշացնեմ երկու բառով, որ ես տարակուսել էի, երբ որ տարիներ առաջ այդ կենտանի ստեղ Բևերլի Հիլսում կարծեմ $500,000 չարթերային բան էր արել ոմակը իր ոմակի հետ, իր այդ զուգընկերոջ հետ։ Եվ ես հիշում եմ, որ մենք դրսում Ամուսարի հետ կապված ցույց էինք անում Ամուսարային շահգործման, եւ ներսում հարցազրույց տալուց այդ կենտանի ընդ որում կարծեմ, եթե չեմ սխալվում, հոգեվորականները կային դահլիճում, լինեն թե չլինեն, կարևոր չի։ Երբ որ ինչ-որ հարց տվեց ժուրնալիստը եկեղեցու պահվածքի բանի հետ կապված, ես ասում եմ 19 թիվ, երբ որ Լոս Անջելես եկեք, 19 Հիշում եմ այդ այցը, այո։ որ ինք ասեց, ես պետքա չոկացնեմ եկեղեցուն։ Եվ ես տարակուսեցի, որ ստեղի եպիսկոպոսները, հենց ստեղի Լոս Անջելեսի հարյուրավոր եկեղեցական բաներ, համայնքներ կան, ոչ մեկի կողմից ծրտուն դուրս չեկա, ոչ մեկը բան չարեց, այսինքն այդ կան համայնքներ, այդ կան եպիսկոպոսներ, այդ կան տերտերներ, ոչ մեկի կողմից ծրտուն դուրս չեկավ, թե այ կենտանի դու ով ես որ հայ եկեղեցուն չոկացնես, այսինքն մեծագույն բաց կա եկեղեցու կողմից չարձագանքելու, այդ արձագանքը պետք է լիներ անեծքի նզովքի տեսքով հենց նոյեմբերի 19-ին, որը չեղավ, հուսանք, որ այսօր հայ ժողովուրդը իր այդ արժեքը կպահի եւ երբ որ մենք կունենանք ազգային իշխանություն, նաեւ այս հենց այդ շատ լավ մատնանշեցիք, երկու արժեք էր Էրդողանը ասում, սպյուրքը եւ եկեղեցին, միանգամից լուծում է այդ քաղաքական եւ այդ կենտանի, որ ընկելա մարդկանց, չգիտեմ, կուրսության խնդիրներ ա քննարկում, ինքը բազմաթիվ անգամներ ասել էր, որ ես Հայաստանի հայերի բանն եմ, վարչապետն եմ, յանի Հայաստանի քաղաք իր գործ ունես մի համահայկական արժեքի ու կառույցի հետ, եւ այստեղ յուրաքանչյուր մարդ պետքա մի կողմ թողնի, կարծում եմ, այդ զգացական պահը, որ նաեւ չգիտեմ, օրինակ, երբ որ ինչ-որ Իշխան Սաղաթելյանը ասում գնում ենք կաթողիկոսի դիմավորելու եւ այլն, դա պիտի մի կողմ թողնի, չասի, որ էսի այ տեսեք դաշնակցներն են Մոսկվայի հետ կապված են, չգիտեմ ինչ, սա հարված է հայկական արժեքի, որը ծրագրավորված, ասեցիք, փայլուն օպերացիա է, հերթական փայլուն թուրք-ռուսական օպերացիան է, որ հայ եկեղեցին ի վերջո նաեւ այդ հայ ժողովրդի, հայ մարդու միջոցով կկարողանա սրբել այս կենտանունել, այդ հանձնարարողներին էլ մյուսներին, այսի շատ նուրբ խնդիր է, որ մարդիկ շփոթում են, այստեղ բնականաբար այդ Գարեգին, չգիտեմ, կտրիչ անունով քաղաքաբանը չի, անձը չի եւ իր կենսակերպն ու պահվածքը չի։ Եթե Գարեգին կաթողիկոս լիներ, պետք է նոյեմբերի 10-ի գիշերը ինքը ոդկով գնար բան, քարվաճար։ Այդ դեպքում ինքը իրավիճակ կարող էր փոխել եւ նզովեր այդ սրիկային, բայց դա չի արվել, բայց այսօր խնդիրը հայ առաքելական եկեղեցին է։ Ես մի փաստի մասին եմ ուզում հիշեցնել եւ նաեւ սանով ցույց տալ, որ եկեղեցու այս пассивությունը հանգեցրեց սրան։ Անցյալ տարի օգոստոսին եւ ըստ էության այս հակա հայաստանյաց եկեղեցու ալիքը սկսվեց մինչև այդ կարը, բայց նոր թափ խառավ անցյալ տարի օգոստոսին, երբ որ Պուտինը գտնվում էր Բաքվում եւ ռուսական եկեղեցում գտնվելիս, ռուսական ուղղափառ եկեղեցու թեմական առաջնորդ Ալեքսեյը հայտարարեց, որ Բարթուղիմեոս առաքյալը դա Ադրբեջանի առաքյալն է, այսինքն Ադրբեջանում եղել է առաքելանիստ քրիստոնեական եկեղեցի, որը առիթ տվեց Ալիևին հետո հայտարարելու, որ աշխարհում առաջին քրիստոնյա ազգը պետությունը դա Ադրբեջանն է, Բարթուղիմեոսի եւ այլն բանը։ Եվ այստեղ ուզում եմ հիշեցնել, որ միակ կառույցը, միակ կուսակցությունը, որ հանդես եկավ հայտարարությամբ, որ գիտաժողով 3 հոգով մենք ելույթ ունեցանք, եթե հիշում եք, պարոն Լևոն Չուկասյանն էր, Հրանուշ Խառատյանը եւ ես, այս Բարթուղիմեոսի մասին։ Մենք դիմեցինք Էջմիածնին, զանգեցինք, գրեցինք, կոչ արեցինք հայտարարությամբ հանդես գալ, չան տեսել սա, բայց իրենք մտածում են, դե ինչ է եղել, մեզ չեն կպնի, բայց ակնհայտ էր, այն
որ եթե իրենք սկսել են արմատներին խփել, գալու են հասնելու են նաև այլ նպատակների, եւ մենք լինելով քննադատը շատ արատավոր երևույթների եկեղեցու ներսում, նորից եմ կրկնում, մենք անվարան կանգնեցինք եկեղեցու որպես համազգային կառույցի կողքին, անկախ նրանից, եւ որ կան այո կան ուժեր, որոնք նույն Մոսկվայի թելադրանքով փորձելու են իրենց շահերը առաջ տանել, բայց գիտեք, եթե ինչ ասենք, երկու անգամ 2-4-ա ինչ որ ուժերի համար, որոնց քաղաքականությունը մենք չենք ընդունում, դա չի նշանակում մենք պիտի հրաժարվենք այդ ճշմարտությունից։ Ճշմարտությունը այն է, որ հայոց եկեղեցին դա ոչ կտրիչ Ներսիսյանն է, ոչ մյուսներն են, ոչ բան։ Ինչպես հայոց պետականությունը դա Նիկոլ Փաշինյանը չի որպես անձ։ Այդ նույնն է, որ ասենք եկեք պետականությունը ոչնչացնենք, որովհետև Նիկոլն ու իր վարչախումբը ընդհանրապես հակահայ են գործում։ Ոչ, կառույցը այլ բան է, իսկ ասենք անհատները ուրիշ եւ այստեղ մեր դիրքորոշումը իդեպ ասեմ դուք շուտով ականատես կլնեք տեղեկություններ կլինի մի գործընթացի, որը մենք սկսել էինք մինչև այս վերջի իրադարձությունները, բայց կարծում եմ առաջիկա մի 10 օրվա մեջ հենց եկեղեցու հետ կապված որոշ քայլեր ա, որը մենք սկսել էինք եւ սա ըստ էության զուգադիպեց, որտեղ մենք սկսել էինք կանխատեսելով այս ամբողջը։ Շուտով ես կարծում եմ մինչև ամսվա վերջ սա մասին տեղյակ կլինեք, մենք ավելի կբացենք քարտերը։ Հենց այդ առումով էլ հարցը տվեցի